Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի տարվա վերջին նիստն է։ Խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ ամփոփվում է տարին ուսումնագիտական եւ ֆինանսատնտեսական գործունեության արդյունքները։ Բուհի խորհուրդը քննարկում է նաեւ 2014 թվականի բյուջեով նախատեսված հիմնական ծախսերն ու տնտեսագիտական համալսարանի կազմակերպական կառուցվածքում փոփոխություն կատարելու հարցը։ Այսօր ես գտնում եմ, որ բիզնեսի եւ կոմերցիայի ամբիոնները պետք է միավորվեն եւ տնտեսամաթեմատիկական մեթոդների եւ վիճակագրության ամբիոնները նույնպես միավորվեն։ Հովիկ Աբրահամյանը գոհ է բուհի աշխատանքից, նկատել է համալսարանի ղեկավարությունն ու դասախոսական կազմը ջանք չեն խնայում ձեռք բերված նվաճումներն ամրապնդելու, միջազգային կրթական համակարգին ինտեգրվելու եւ բարձրորակ մասնագետներ պատրաստելու համար։ Այս ամենը մեծապես կնպաստի միջազգային ասպարեզում մեր կրթական հաստատության հեղինակության եւ մրցունակության բարձրացմանը։ Հաշվետու տարին պետական տնտեսագիտական համալսարանի համար նշանավորվեց նորագույն տեխնիկայով եւ գույքով հագեցած Ամբերտ հետազոտական կենտրոնի բացմամբ։ Բուհի գիտահետազոտական գործունեությունն այսուհետև լուրջ առաջընթաց կարող է արձանագրել։ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ նաեւ նոր ուսումնական տարվանից գործող սոցիալական փաթեթին, կարևորեց սոցիալապես անապահով եւ բարձր առաջադիմություն ցուցաբերող ուսանողներին աջակցելու մոտեցումը։ Սա իրոք արդիական է ոչ միայն Հայաստանի, այլև ցանկացած զարգացող երկրի համար։ Թվարկելով բուհի հաջողությունները, խորհրդի անդամները նկատում են համալսարանը հաջողություններ ունի նաև միջազգայնացման ճանապարհին, շահել է Տեմպուսի եւս 4 ուսումնական ծրագիր։ Նոր թափ է ստացել օտարերկրյա ուսանողների ընդունելության գործընթացը, բարելավվել են շենքային պայմանները, ստեղծվել ուսման համար բարենպաստ միջավայր։ Հիմա առաջնային խնդիրներից է գիտամանկավարժական կադրերի վերապատրաստումը։ Օրակարգում ընդգրկված հարցերը քվեարկության դրվեցին ու անցան միաձայն։ Ցոլնե Միքայելյան, ժամը լրատվական։